Սպարապետ դու ես։ Սպարապետ ուշացար։ Թուրքը մտավ մորթեց։ Ողջ ես երեխենա մնացելու ես։ Անունդ ինչ է։ Աղաբեկ։ Քանի հոգի էին Աղաբեկ։ Շատ էին, չդիմացա։ Ով էր։ Յաղոբներ։ Հա, Շուն Յաղուբ Փաշան էր։ Այս անգամ գերի չտարավ, մտավ անսպասելի։ Սաղին մորթեց։ Ինչքան կովոեց կար, կապեց տարավ։ Յաղոբը ագայ ու թալանչի։ Նման ավարով դժվար հեռու գնա։ Որ կողմ գնացին։ Դեպի անտառ։ Կդիմանաս մինչև դարպաս։ Հա, բնակարն ակամ չլինե։ Գնում ենք դարպաս։ Արագացրեք։ Չես լինի, արի։ Արագ։ Ոչ մի հայ, պարզապես բնակիչը չէ իր դրախտավայր հայրենիքի։ Ոչ մի հայ աշխարհ չի գալիս միայն ապրելու, զավակներ ունենալու համար։ Հիշեք եւ դրոշմեք ձեր հոգիներում։ Յուրաքանչյուր հայ նախ եւ առաջ զինվոր է ու մարտիկ։ Իսկ զինվորը միայն մի սուրբ պարտականություն ունի իր ժողովրդի ու Աստծո առաջ։ Կռվել ու հաղթել ոսոխին։ Կռվել ու ոչնչացնել ոսոխին մինչև վերջին հրոսակը, մինչև վերջին թշնամին։ Ու թեև մեզնից խլել են արյունաբնակ մեր երկրամասերը, բայց հայ էությանը հատուկ արյունությունը կա ու կմնա։ Սպանվում է արյունությունը երբեք։ Մեր թշնամին անխնագոտորում է մեզ ու հետն էլ անամոթաբար հայտարարում է աններողամտությունն ու դաժանությունը հանգեցնում է լավ հետևանքների։ Դե ուրեմն մենք էլ կլինենք նրանցից դաժան ու անողոք։ Չենք խնայի ոչ մի բան։ Կկոտորենք առանց խնայելու, առանց խղճի խայթի։ Կհարձակվենք Թուրքի վրա գիշերը։ Եվ այս գիշեր նրա համար կդարձնենք իրական դժոխք։ Վայ նրան, ով արժանացավ հայի ցասումին։ Իմացեք, հայրենի հողի նվիրալ պաշտպաններ։ Առաջին բանը, որ պետք է մտածի թշնամին, որ ինքն այլևս պարտված է, նա պետք է հանկարծակի գա եւ հասկանա, որ ոչ միայն հաղթելու, փրկվելու հույս չունի արդեն։ Թուրքը ռազմիկի ոգի չունի։ Նա հարձակվում է, երբ բազմամարդ է, ու փախչում է, երբ կողքինն է փախչում։ Բայց նահանջած թշնամին մի օր կրկին հարձակվելու է։ Հենց դրա համար մենք նրան նահանջի ճանապարհ չենք թողնելու։ Յանի ինչ ենք կռվում Թուրքի դեմ։ Այս աշխարհում ինչա։ Երկուսիս համար տեղ չկա։ Նիտով էր։ Անունդ ինչա։ Պողոս։ Անունդ ինչ։ Մորթեմ շուն։ Ականում։ Արի, Ստացիասում։ արի։ Հանգիստ, Պողոս, հանգիստ արի են կողմ։ Հայասողի հերնեմ անիցել, հա։ Դե խոսա է։ Անունդ ինչ է։ Մելքոն։ Որտեղից ես Մելքոն։ Դարպասցի եմ։ Քանի տարեկան ես։ Ինչի։ Էդ ինչ կապ ունի։ Իրավացի ես։ Ինչ կապ ունի թե մարդ որ տարիքում կզովի հայրենիքի համար։ Երար ինտականը, թուրքի հետ աղբերություններ անեմ։ Ինչի։ Թուրքը չի կարա աղբեր լինի։ Մարդ ենք էլի սաղսել։ Բայց աղբերդ չպիտի թալանի քեզ։ Եթե իրապես եղբայր է։ Չպիտի քանդի քո վանքերն ու եկեղեցիները։ Եթե իրապես եղբայր է։ Չպիտի գողարը հանդում արածող քանասունին։ Եթե իրապես եղբայր է։ Կա այստեղ մեկը, որին ծանոթ չեն Թուրքի ու թաթարի ոտնձգությունները։ Կա այստեղ մեկը, որ ինձ կարող է բացատրել,
թե ինչու է մարդկությանը ոչ մի արժանիք չմատուցած թուրքը, ներխուժել մեր հողը և մեզ ուզում է բնաջնջել։ Եթե կա այդպիսի մեկը, ես առաջինը վայր կդնեմ զենքս։ Դու գիտես, որ մեծագույն պոետ Դանիել Վարուժանին թուրքերը կախել էին ծառից ու ողջ մաշկը կերտում էին։ Եվ ընդհանրապես, գիտեք, թե ինչ է նշանակում թուրք։ Գիտեք ուրեմն, թուրքը թրի հոգնակին է, բազմաթիվ թրեր, մխրշված հայի սիրտը։ Գնա Մելքոն, գնա, աղբորդ մոտ։ Ինչ ունես վախենալու, չէ որ եղբորը մոտ զենքով չեն գնում։ Հրամանատար, հրացանս տուր։ Կյանքս քեզ ղուրբան։ Ոնց կասես տենց էլ կկրվեմ։ Ու թուրքի գյուլից էլ կգնամ։ Как ваше самочувствие? Լավ։ Жалобы имеются? Ոչ։ Ну что, генерал, спелись с фашистами. И как вас только земля носит. Չապետ ճանաչի գնդապետ։ Դու շատ լավ գիտես, թե ում հետ ես խոսում։ Ну-ну, не вам тут голос повышать. Вы, заключенный террор тюнян, должны быть благодарны нам хотя бы за то, что, несмотря на ваши кровавые деяния против большевиков в Зангизуре, мы, тем не менее, сохранили вам жизнь. Они расстреляли. Да поливал я на ваш расстрел. Я Гарегин Нежде, убежденный враг большевизма, посвятивший свою жизнь борьбе за свободу и независимость своего народа. Я отстоял Зангезур от турок и турок большевиков. Неужели я испугаюсь вашего расстрела? Многие пугали меня им, но ничего не добились. Я больше не хочу общаться с вами. Отправьте меня обратно во Владимир. Абовян! Увести заключенного. Есть. Թույլ կտակ գնալ ընկեր գնդապետ։ Чего?
А, да. Свободен. Этот ваш Тер-Харутюнян достаточно крепкий орешек. С ним будет нелегко. Так, скажи этому Всепяну, чтобы наладил с ним контакт. С допросом можно повременить. Թույլ կտակ, ընկեր մայոր։ Արի։ Да, пока разберитесь с этим Давидяном. Пауза, Мелкомов. Եղավ։ Նստի Հովսեփյան։ Ինչ կա։ Ընկեր մայոր, խնդրում եմ ինձ ազատեք Տեր Հարությունյանի գործը վարելուց։ Ուրիշին հանձնարարեք։ Այդ ինչի։ Պատճառը կասես։ Փոխնախարարն ու Տեր Հարությունյանը քիչ առաջ իրար չհասկացան։ Տեր Հարությունյանը նեղվեց, հայտարարեց, որ էլ չի ուզում մեզ հետ շփվել ու պահանջեց, որ իրեն հետ ուղարկենք Վլադիմիր։ Ես այդ ամբողջը գիտեմ, Աղեկյանը ինձ ասել է։ Բայց դու ինչ կապ ունես դրա հետ, Հովսեփյան։ Ընկեր մայոր, ես լսել եմ, որ Տեր Հարությունյանը անվախ մարտական գեներալ է եղել ու փաստորեն հենց նա թույլ չի տվել, որ Զանգեզուրը հանձնեն Թուրքին։ Ղարաքիլիսայում մի բուր հայերով հաղթանակ է տարել։ Ախր գեներալին այդպես նեղելը լավ չի։ Դե ընկեր մայոր, ուզում եմ ասել, այս ձևով մենք չենք կարող նրա հետ ճիշտ կոնտակտ հաստատել։ Լսի, ընկեր կապիտան, շատ չես փիլիսոփայում։ Այդ ինչ նոր մտքեր են գլխումդ հայտնվել։ Այդ ումից ես լսել այդ հեքիաթները, հը? Ֆաշիստների հետ մեկ եղած մարդուն ես պաշտպանում։ Դու քեզ հաշիվ տալիս ես, թե ինչ ես խոսում։ Չէ, ես ոչինչ չեմ ասում, ընկեր մայոր։ Տեր Հարությունյանը ինքն է ցանկություն հայտնել կապ հաստատել մեզ հետ։ Կարելի էր ավելի հարգանքով նրան վերաբերվել։ Վերջապես հայ մարդ է, կռված։ Էլի շարունակում է։ Կռված։ Ում դեմ կռված։ Բոլշևիկների։ Դու գիտես, թե նա քանի բոլշևիկի գլուխ է կերել։ Գիտես, թե ինչքան էր այդ գեներալը, եթե Աստված ոչ անի, գերմանացիները հաղթ էին պատերազմում։ Բայց ես նրան չեմ պաշտպանում, ընկեր մայոր։ Ես հիմար չեմ։ Ուղղակի այդ կոնտր մտքերը գլխիցը թանի։ Ու մյուս անգամ ուրիշ տեղ չփորձես բարձրաձայն խոսել այդ մասին։ Հասկացար, ընկեր կապիտան։ Այդ բուրժուական հեքիաթները գլխիցը թանի։ Ու կգնաս կզբաղվես քո գործով։ Ու մի բան էլ։ Սրանից հետո ղեկավարությանդ գործողությունները չքննարկես ու հիմար այդ գեներալին չպաշտպանես։ Անցի գործի։ թույլ կտակ գնալ։
Գնա ու կանես են ինչ որ անում էիր։ Ավելին, դու ներկա ես եղել այդ վեճին։ Փաստորեն դու վկա ես։ Բայց ես, գերմայոր։ Փորձես թուրիմացությունը հարթես։ Գեներալին առայժմ հանգիստ կթողնես։ Սկսեք զբաղվել Դևեջանով։ Պարզ է։ Ճիշտ այդպես, գերմայոր։ Մի բան էլ։ Սրանից հետո քիթը չմցնես այնտեղ, որտեղ որ պիտի չմցնես։ Լսում եմ, գերմայոր։ Ազատ ես։
չմեռնես։ Սպարապետ, ես իզուր չեմ մեռնում, սպարապետ, ես այսօր 8 թուրքի գլուխ եմ կերել, սպարապետ։ Մեր մեջ ասած շատ աղմախ հրացաններ են, հա։ Ամեն հրացանը երբեմն կրակում է Պողոս։ Դու Ղորղանյանի ու քո տղեկով գծրեք արջուտի ճամփան։ Ես սրանց ձորի բերանով եմ մաքրելու։ Լավ։ Թեթև տար Ղորղանյան։ Վեր կաս։ Ոնց էր ասում Պողոս։ Թեթև տար։ Պարտքի տակ չեմ մնա, սպարապետ։ Ասում էր աղմախ հրացաններ են։ Դե քո ձեռում գերանդին էլ կկրակի, սպարապետ։ Յաղուբին չտեսա, ոչ ողջերի մեջ, ոչ մեռելների սպարապետ։ Ոչինչ, նրա հերթն էլ կգա։ Տղերք, իմ հաշվարկով մի 10 թուրք պետք է որ մնացած լինի։ Եկեք քանելուսի չի բացվել 10-ին էլ սատկացնենք բրծնի։ Խփվողը դավաճան է, հիշեք։ Պողոս, ասում ես ինչքան է թուրքի զողը։ Ես հացը վերցնեմ։ Լուցկի ունես։ Պողոս, Լուցկի ունես։ գլուխը տաճուձախ անելով վիզդ կջահտես։ Կամ ես ուսիդ վրով նայ կամեն։ Ինչ ասած է։ Ասողը ես չեմ, ես պարապետն է։ Մարդը հարց է տալի, դու աչքերդ ղրգել ես Անուշի հետևից։ Ներող կլինես, սպարապետ, ասա։ Անուշին ձեր բեր։ Հաց, ասում է, որ կռիվ ես գնում։ Անուշի նկարը որ ջեբդ ես դնում, աշտ է ձախ։ Դու մունդրիկ, ես Անուշի նկարն եմ դնում, դու որկանիք չունես կովիդ նկարն ես դնում։ Էս ինչի վրա եք ծիծաղում։ Ասեք մենք էլ ուրախանանք։ Հեչ Անուշ ջան։ Պողոսը խառնվել է։ Չգիտի կռվից առաջ պսակվի հետը, թե հետո։ Ինչա։ Պողոսի ողջ կյանքը կռիվը։ Դրա առաջնահերթն ո՞րն է։ Նա այսօր կա, վաղը Աստված գիտի։ Անուշ։ Մեր աշխարհին էլ խաղաղություն կգա։ Ով որ պիտի ընտանիք կազմի այդ օրն էլ կտեսնի։ Հիմա մեր մտքում միայն մի բան պետք է լինի։ Ոնց ենք թշնամուն քշում արջուտից։ Ղորղանյան, Լսում եմ։ թուրքի զորն ինչքան է։ Մեր հաշվարկներով 2 օրից ավելի կլինեն, սպարապետ։ Ես տարած անասունների քանակով։ Ինչքան անասուն ենքան դու։ Լավ ասիր համո։ Լավ չի մղտար։ Երկուսին պիտի սպանենք մեկի փոխարեն։ Բա մերոնցից։ Թութուն ունես։ Մելքոնը մեկել Գևորգ։ Գևապերը տարիքով մեծ էր։ Նա իր մահն էր փնտրում կռվում ու գտավ։ Իսկ Մելքոնը մինչև վերջեր թուրքին որպես թշնամի չընկալեց։ Չնայած ու թոքի պարկեցրեց։ Հիմա ինձ ասեք, երբ ենք հարձակվում արջուտի վրա։ Այսօրվա պես գիշեր է, սպարապետ։
Չէ, այդ ժամին մեզ արդեն սպասում են։ Բայեր, Լուսադեմին, երբ կհոգնեն սպասելուց։ Լուսադեմին ամենից դժվարն է կոնը հաղթելը։ Դա է ճիշտ ժամը։ Բա որ չհասցնենք։ Իրանք մեզնից շուտ հարցակվեն։ Չեն հարցակվի։ Երեկվա ծեծից դեռ խելքի չեն եկել։ Մինչև իրենց մեռելներին թաղեն։ Աչքները վախեցած է։ սպարապետ, բայց այդ հսկայական արջուտում դրանց տեղը ոնց իմանան։ Ախր արջուտի վերջն էլ չի երևում։ Մեր ժամապահներն էլ ասում են անտառի սափը շարժ չկա։ Քանից ենք տարել թուրքերից։ 4-ը սպարապետ, մեկը վիրավոր էր, ընկավ ձորը, մնաց 3-ը։ Տեսեք որն է դրանցից տարիքով մեծը, բաց թողեք թող գնա։ Յանիմին, Ինչի չգիտես, որ տարիքով ձին տիրոջ հետ կապված է լինում։ Բաց ես թողնում, գնում է տիրոջ մոտ։ Մեր հետախույզներն էլ հետևից ու թուրքի տեղը իմանում ենք։ Մենակ լավ կերա կրեք, որ ճամփին արածելով չընկնեն։ տեսար, ոնց հնարագտավ, Բայց չէ, կոպես դարտակ գլուխ։ Համո, գոնե հիմա հասկանում ես այդ մարդն ինչի ասպարապետ։ բաղորդերը մերացրնի։ Ստիպված քեզ կղրգենք, ինչ պակաս ձի ես որ։ Փոս։ Գորգանյան, Ես եմ։ մարդ ուղարկեք թող դիրքերը ստուգեն։ Լսում։ Նատեոսով, Ես եմ։ Գալաշյան, Ես եմ։ առանձին հետախույզներ էլ ուղարկեք։ Միայն ձիու հույսին չենք մնալու։ Լսում եմ։ Համո։ Հա, Համո հլա արի։ 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 Ձի ջան։ Արի տերանք որ կողմն ես մեզ տանում։ Նո։ Համո դու գիտես որ ձիու մասը օգուտ է։ Թող այդ ղամութը։ Անուշ ինձ որ սպանեն կլացես, Այլես չորանա Պողոս։ կամ ուստանաս ուրիշի հետ տղակ ունենաս անուն էլ Պողոս կդնես։ Իշ։ Սատանյական ջախուլես ինչեր է խոսում է։ Լավ քո խաթեր համար դեռ չեմ մեռնի։ Անուշ, ինձ սիրում ես։ Ասա ինձ սիրում ես։ Եթե չես սիրում, հենց հիմա թուրքի գյուլի բերանը կընկնեմ։ Ես քեզ այնքան եմ սիրում, որ քո հետ երբեք ոչինչ չի պատահի։ Հավատա։ Իմ սերը հրեշտակի պես միշտ գլխիդ վերև ու պահպանում եմ քեզ։ Թշնամու գնդակը կամ թուրը քեզ երբեք չի կպնելու։ Իմացար։ Միայն եթե ինքդ խելառի պես կրակի տակ չնետվես։ Պողոս։ Գժություն չանես, հույսեր Աստծո։ Իմ սերը միշտ հետդ է, բայց քո կյանքն ու մահը քո ձեռքերում է։ Քո Անուշին մենակ չթողնես։ Առանց քեզ ես չեմ ապրի։ Ես քո հետևից աշխարհի ծայրն եմ կգամ, դրախտ էլ, դժոխք էլ ու կպահպանեմ մեր սերը։ Միայն դու գիշ քեզ կրակի մեջ չգցես, հա։ Կնիկ խոսում ես։ Էլ ինչ տղամարդ եթե կռվից պիտի վախենա։ Սրա խելքը մաղվել է։ Չի մաղվել։ Դու մենակ զգույշ եղի։ Լավ։ Անուշոցը։
տեսնես։ Թուրքի վերջը տանք ու պսակվում եմ հետդ։ Ամոքու դուրն եկավ։